Սիրելիներս, բարի լույս, ինչպես եք, ես լավ եմ, պատրաստվում եմ գործի գնալ, աշխատանքի գնալ, ժամը 7-ն անցա, գիտեք չէ, երեկ պլանավորեցի, ասեցի կարտնանամ, միասին սուրճ կխմենք, հələ ձայնս չի բացվել, միասին սուրճ կխմենք, միասին կպատրաստվենք, նույնիսկ մտքովս անցնել միասին շպարվենք, հարցնում եք շատերդ շրթներքիս համար, Sephora-ի շրթներքն է, մեկ վարքյան հեսա փորձեմ, տեսնեմ, եթե սա է շրթներքը, քանի հիշում եմ ցույց տամ ձեզ, համարը 13, ահա, երևում է Sephora-ի շրթներքը, ասեցի միասին կշպարվենք, միասին կպատրաստվենք, միասին դուրս կգանք, արթնացա, սուրճս խմեցի, շպարվեցի, մի խոսքով, այն ինչ որ միշտ եմ անում աշխատանքի գնալուց առաջ արեցի, ասեցի, բայց դու սերին է, պետք է նկարեիր։ Դե հիմա, որ ասում է, ես էլ ես ձև, ուզում էի ամբողջական կարելի ասել օրս այսօր ցույց տալ, ինչպես եմ պատրաստվում գնում եմ աշխատանքից վերադառնում եմ տուն, ուտելիք եմ պատրաստում ու նորից հետ եմ վերադառնում աշխատանքի, մի խոսքով ամբողջ օրս է ուզում նկարել, բայց չստացվեց, հիմա ինչ ենք մենք անում, հիմա իհարկե, ինչ պետք է անենք մենք, սառցարանից հանում ենք ձուկը վաղուց էի գնել, ուրա, ամենատակն քարի կտոր, կթողենք հետ կգա, քանի որ ես 5 ժամ հետո նոր տուն եմ վերադառնալու, կդնենք թող հետ գա այս քարի կտորը և հետո միասին մի բան կպատրաստենք, երևի կդնեմ դուխովկա ինձ թվում, այստեղ ինչ-որ պիսիկներ խառնվել են իրար, ինչ-որ պիսիկներ ասում են գնում ես գործի, իսկ մենք տունն ենք, պուճուր գլուխ, իսկ գլուխ ինքան պուճուր է, հասենց ուզում եմ ձեռով բռնեմ, ուսը անեմ, մի խոսքով ինչ է ուզում ասեի, հիմա կոստումսս բերեմ հագնեմ ու դուրս գանք պետքա գործընկերու զանգեմ, որ կողքի պատիեզն ապրում, մեքենա եմ միացրել լվացքի ձայն ա գալիս, մեկ վարկյան դուրը փակենք, զանգեմ գործընկերուհուս, ասեմ, որ կողքի պատիեզն ապրում ասեցի, երեկ նենց ստացվեց, որ իմ մենեջերի բաջը մնացել էր իրա մոտ, տվել էի, որ գործողություն աներ կասայում ու մնացել էր իրեն մոտ, հասատուն հիշեցի, ասում եմ ուրա բաջս, որտեղ է թողել, հո կասայի վրա չի թողել, ամեն դեպքում ցանկալի է, որ ոչ մեկի ձեռքը չընկնի, որտեղ այդ բաջով ամեն գործողություն կասայում կարող ես անել, զանգեցի, ինձ թված կասայում ամորացել, զանգեցի մյուս աղջիկներին, ովքեր արդեն այնտեղ էին, տրիվոգա դրեցի, սաղ, աչուձախ նայեցին կաբինետով, կասաներով, գետնով, վերևով, ամեն ինչով, այդ արանքում ես զանգեցի իրան, ասում եմ լսի որտեղ ես թողել, որտեղ ինձ հետ չես տվել, վայ ասում է գրպանս է մնացել, հետս տուն եմ բերել, մի խոսքով ընդեղ աղջիկները հետ են զանգում, տխուր ձայնով սերին չեն գտել բաջետ, ասի գտել եմ արդեն, մի անհանգստացեք, հիմա պետք է զանգեմ իջնի, բաջետա, որ ես գնամ աշխատանքի, վերջ, հիմա կոստումսս հագնեմ, առանց կոստումս հո գործի չես էթա, ու վազեցինք գործի միասին, բա, այդ ընց էլ է լինում, ժողովուրդ, մեզ մոտ ցերեկը շոկ հանում, բայց առավոտները բավականի սառնոտ է, իմ փոքրիկը հեջիկն էլ երեկ փչացել է աշխատանքի վայրում, չգիտեմ որ կմտկա չի աշխատում, տնօրենը խոստացել էր սարքել, բայց երեկ խառն էր խանութը, քաղաքապետարանից էին եկել մի 10 հոգով, չգիտեմ շրջում էին, նայում էին, պրպտում էին ու մեծ շեֆերն էին եկել ուրիշ քաղաքից, մի խոսքով դժվար թե ինքը իմ փեջը սարքած լինի, բայց այսօր մի քիչ կնվնվամ, երևի թե կսարքի օրվա ընթացքում, եթե չէ պետք է բերեմ տուն, որ Արմենը սարքի, որովհետև ես առանց փեջ չեմ կարողանում, նույնիսկ ես տակ եղանակին իմ կողքը պետք է փեջը աշխատի։
բանալին պահեմ, որ դուրը փակեմ, որտեղ մենակ Ալոնան ապրում է, Ալոնան է քնած է, դուրը փակենք, ինքը բանալի ունի, կբացի դուրը ու գնացինք, վերջ, я готова, ես աշխատանքին պատրաստ եմ, իսկ դուք պատրաստ եք իմ հետ աշխատելու, ինձ թվում է, որ ոչ ոք, այս ցեփերն է, որ վերջին ես կողմեն անում, հեչ լավ բան չի լինում, Սամոյ տապուչկեքը թողել է պմբուշկի վրա, ծեծա ուտելու է Սամո, ծեծա ուտելու, այդքան ասել եմ, այստեղ է, տապուչկեքի տեղը, բայց ինքը վրազ որ պատրաստվում է, ինքն ստինքյան, որտեղ հասնում, ընդեղ դրում է իր տապուչկեքը, վերցանք եմ գործընկերուս ու գնացինք։ Խառնվել է իրար ինքն է ինձ գրել, սկի չեմ է տեսել, որ գրել է, իսկ մահուսով եմ չես մորացել, որ պետք է գաս տամ բաջըտ, գրեցի ասեցի ոչ, չեմ մորացել, իչի, ու այս ծարս չեմ դուրը գիտեք, չեմ մորացել, ես ծարս մի քանի ժամանակ ջրեի, ու սաղ չորացավ թապովն է, բայց նորից սաղ ծլել է, ջուր տելևիկները հիշեմ կամ ջրեմ, որով հետև իչի լավ չի լինի, սյո, ջուրը պակեցինք, իչնենք, արդեն իչնում է ինքը, իսի դուրը պարկանում, բաջստա ու գնանք աշխատենք, այսենց էլ ալինում, Երեք մի քանի կոմենտարիայի հասցրեցի, պատասխանեցի, ինչի համար շատ ուրախ եմ, երեք ոտով իջնենք էլ է, համար սպորտ կանենք, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև չեր ստացվում բավականին ժամանակ, չեր ստացվում պատասխանել ձեր կոմենտարիաներին, բայց երեք պատասխանել եմ, որ ասում է ապրեմ ես, որ կարողացա պատրեվտեք, որ կարողացա մի քանի կոմենտարիայի պատասխանեմ, ներողամիտ եղեք, բոլորիդ միաժամանակ չեմ հասնում, պատասխանեմ, ժամանակս չի երիքում, հետո որ անկեղծ ասեմ, երկար չեմ կարողանում նստեմ ու ոնց որ կենտրոնանամ կոմենտարիաների վրա, ոնց որ շարժում եմ ես շատ ու ինչ որ մի բանի մեջ եմ անընդհատ դրա համար չի ստացվում ամբողջական բոլոր կոմենտարիաներին արագ պատասխանել, բայց հնարավորինս փորձում եմ պատասխանել Հա, շատ նորեկ միացի հարցին մեկ տարիքը, ժողովուրդ 39 տարեկան եմ, շուտով 40-ս է, երեք երեխա ունեմ, հարցին եկել են ով այլելա Սամոյիս հարսնացունը, անկելուհինը, շեղինը, մի խոսքով ապրում եմ Ֆրանսիայում, կոնկրետ Լիոն քաղաքում, այո, շատ բարձր հարկում եմ ապրում, հիշնում եք տեղ չենք հասնում, մի խոսքով այսպես հիմա վերցնեմ բաջս ու շարունակենք, ես ինչ եմ մեզ ուղարկես տեղ մի հոմոր էլի շենքի հետ արտաքին տեսքի համար են գրել, կշմարացրի թողեցի վերջ, բաջս վերցրեցի, պետք է մի հատ բանի վրա քաշեմ որպեսի, սրանք մեր խանութի կաշկան են գողացել, ինչ անենք, ջղայնանանք, չջղայնանանք, ես եմ այստեղից անցնեմ, ինչ եզում ասեի, մորացա, մեր ամբողջ տարածքը շինարարության մեջ է, գժանոց է ժողովուրդ, այս սաղ պետք է վերանորոգեն, սաղ շենքերը սիրունացնում են, այն կողքերը սիրունացրել են, հիմա այսի են սիրունացնում, հետո այսի են սիրունացնելու, մի խոսքով ամբողջական շինարարության մեջ են բոլորը, սաղ թաղամասը քարուքանդ է մի խոսքով սարքելու վրա եմ, գնամ աշխատեմ, երբ որ դուրս գամ, ձեզ անպայման տեղյակ կպայմ երեխեն ուշադիր նայում է, միասին դուրս կգանք ու կգանք տուն իրար հետ։ Ձեզ մոտելա սենց ամբողջը կանաչել, հլի մի հատ ասեք ինձ, ամբողջը կանաչել է, ստեղ էլ են անում, մի խոսքով, քանդում են նայք, սաղ քանդում են, քանդ ու քարապ են անում, նայք ծաղիկներին սիրուն, են կողմի վրա ավելի սիրուն է,
հեսա որ հետ դառնամ այն կողմը ցույց կտամ անպայման կտեսնեք ինչքան գեղեցիկ է սա կարելի ասել իմ մշտական ճանապարհն է կտրում եմ շենքերի միջով սենց ավելի արագ է ստացվում գալիս ուզում եք ձեզ ծերանոցը ցույց տամ որ շատերը ասում են որ վախենալու տեղ է հեսա մեկ վայրկյան ժողովուրդ էսի այգի էր որտեղ ժամանակին ալկաշներն էին փակեցին սարքեցին այսենց հավեստեղ որտեղ որ տատիկն ու պապիկներն են գալի այնի ծերանոցն է նայեք ստեղ էլ իրանց հավաբունն է հրնեք հավիկները բա կարող են հավիկի թարմ ձու ուտել մի խոսքով սա էլ ծերանոցը վերջ ես համարյա գրեթե հասնում եմ իմ աշխատանքի վայրը գնամ հասնեմ աշխատեմ գեղեցկանամ աշխատանքն է գեղեցկացնում ու վերադառնամ ձեզ գնանք միասին տուն ձուկը ինձ թվում է հետեկած կլինի կպատրաստենք ամեն ուրեք աշխատանքներ է տարվում այնտեղ նայեք մաքրություն են անում քանդում են մեր քաղաքը միշտ քանդվել քանդել սարքելու մեջ է լուրջ եմ ասում մեկը միտեղ պետքա քանդել մեկը միտեղ մի բան պետքա անել նույնիսկ պատկերացրեք ամռանը սա փողոցները քանդում են ասֆալտում են որովհետև բոլորը այդում են արձակուրդ այդ դրանից օգտվելով որ խցանումներ ավելի քիչ է սկսում են 4 կողմը քանդել սարքել բայց հոգնածնող է որ ճիշտն ասեմ որտեղ ամբողջ համար դարու փոսի միջով է սկսում չնայած որ այո խցանումներ չի լինում քանի որ ժողովուրդը շատ-շատերը գնում են կեսը երկրից դուրս կեսը երկրի ներսում ինչ որտեղ են հանգստանում մի խոսքով այդպես վերջ ես համարյա հասա իմ աշխատանքի տեղը եւս մեկ անգամ կրկնեցի գնացի կհանդիպենք երբ որ արդեն դուրս գամ դե ինձ սիրելիներս ես իմ օրվա կեսը աշխատեցի հիմա ուղևորվում եմ տուն նենց շոկ է մեզ մոտ կարա եւ սա չհակնեի բայց որպեսի ձեռքս չպահեմ դրա համար հագել եմ գլուխս մի փոքրիչ ցավում է որովհետեւ բարգացա վերջի րոպեին չի առավոտից ժամանակ չէր լինում որ ստուգեի աշխատողների կտրոնները ու մի խոսքով սա խառնվել է իրար հեսա պետքա հետ գնա մեկ վայրկյան ճանապարհն անցնենք հեսա պետքա հետ գնամ որ տեսնեմ ինչ են արել շատ ուժեղ ջղայնացա բոլորի վրա ասեցի հաջորդ անգամ եթե նույնը կրկնվելա լավ չի լինելու ձեր վիճակը իրոք շատ ջղայնացա որտեղ ժամանակ ես տրամադրում որ մանգաս հլի մի հատ նայեք այս ծիրանի ծառը այնքան գեղեցիկ ծաղկել էր նայեք ամբողջը թափվել է արդեն իրանցից հասնում է իրանց կասայի համարը գրեն եւ տեղադրեն իրանց հատուկ ячейկաների մեջ ամեն մեկը իրանցը բայց չէ մեկը մյուսը ալարում է մեկը մյուսի վրա է գցում ընդհանուր միտեղ են հավաքում իտոգում մեկը շփոթվել է մյուսի կտրոնի վրա է գրել մի խոսքով գեժանոց ձեր գլուխը չեմ ուզում տանեմ հիմա մի հատ ուզում եմ ձեզ մի հատ գեղեցկություն ցույց տամ իսկ թվում է որ դուք կսիրեք ոնց որ սպիտակ ամպիկ լինի հենց մի հատ ստեղ նայեք ինչ գեղեցիկ ծաղկել է այս չգիտեմ ոնց անվանեմ բայց նենց անուշ հոտ ունի ժողովուրդ շատ գեղեցիկ ոնց որ փոքրիկ ռամաշկաներ լինեն երեկոյան աչքիս ես իմ կուսաչկան հետս բերեմ քաղեմ տանեմ տուն բայց չի թափվի տեսնես ոնց որ թե չէ նենց անուշ հոտ է գալի շատ սիրուն է ծիրանի ծառի հոտ է գալի ես էլ է շատ սիրում հյուրստե նայեք ամբողջը կանաչել է տրամվայի ճանապարհներն էլ գեղեցիկ կանաչել է մի խոսքով անուշ ծաղիկների բույրի հոտ է գալիս այստեղ վարդերել են ծաղկում բավականին շատ հիմա չկա
որովհետև հələ դեռ սեզոնը չի, նայեք էս ծաղիկները ինչ լավն են։ Bonjour. Non, c'est bon. Ժողովուրդ, ինչ հանգիստ այսօր։ Երևի բոլորը դպրոց են, դասի են։ Լռություն է։ Մեկ էլ ստեղ էլ է շատ սիրուն, դաշտը սենց շատ սիրուն է մի խոսքով կանաչել։ Այն որ ուզում է ձեզ ցույց տայի, բայց ժամանակ չունեցա։ Հիմա ես ձեզ դա ցույց կտամ իհարկե։ Ոնց կարող եմ ես ձեզ դա ցույց չտալ։ Շատ հավես է ժողովուրդ։ Չգիտեմ, մենակ ես եմ տենց գրեք այդ ծաղիկների դաշտային ամեն ինչը դուր է գալիս մեկ վայրկյան։ Հələ նայեք։ Հələ ամբողջը տեղնվել է, այստեղ էլ կա նայեք։ Այս սար ոնց որ լինի։ Ամբողջը շատ գեղեցիկ է։ Տրամվայчիկն է գնաց մեր Լեոնի տրամվայчիկը։ Վերջ, ես գրեթե հասատուն ուրիշ կողմով եկա, որ ձեզի ցույց տամ քիչ այդ մեր բնությունը Լեոնի մարտ ամսին արդեն տաքացել է, լավ տաքա, հուսով եմ չի ցրտի, հուսով եմ չի հարամի։ Վերցրելներս հասնեմ տուն, կմիանամ ձեզ լավ։ Ժողովուրդ, քանի որ շատ ժամանակ չունեմ, դե գիտեք, ես եկա տուն, ձուկ ուզում էի սկզբից, նախնական իմ մտածելով, ուզում էի ուղարկեի ջեռոց, ուղարկի կտորների վերածեի, ուղարկեի ջեռոց, բայց հետ հալվելուց հետո սարցարանից մի տեսակ ձուկը սենց փափկել էր, ինձ դուր չեկավ, չնայած որ եփվեր, բայց ես փափկություն զգացի, դրա համար ինչ արեց Սերինեն, շուշուտ փշերից հանեց, մի քանի հատ փուշկար այդ օբշի ֆիլեի վրա։ Ինչի տենց շտատիվս գնաց եկավ։ Մի խոսքով, ինչ արեցի, դրեցի սենց բլենդերի մեջ, հիմա ստեղ կանաչին է, բայց մինչև կանաչին ձուկն է ժողովուրդ։ Դրեցի մի խոսքով բլենդերի մեջ, լավ հարեցի, սարքեցի այ սենց, մեկ վայրկյան ես շտատիվս ինք իրան շարժվում է։ Զգում եք։ Ահա, էլ չի շարժվի։ Գիժո, ինչո, գնում գալիս էր հետս։ Մի խոսքով դրեցի բլենդերի մեջ, այսենց հարեցի, սարքեցի քյուֆտա ձկան, ինչ է ուզում ասեի, մսարացով ավելի լավ է ստացվում իմ կարծիքով, բայց քանի որ ժամանակ չկար, այդպես արեցի, ձուկը բլենդերի մեջ խփել եմ, ստեղ սամիթա համեմա, օխ նենց անուշոտ է գալի, սամիթ համեմ սոխ սխտոր, մի պուջուր գլուխ սխտոր, միջին չափի սոխ ու մի սենց դաստա համեմ, մի սենց դաստա սամիթ, մի խոսքով սա էլ վերածեցի պյուրեի, կարելի ասել, այդ ամբողջի մա լցնում եմ սրա վրա, ինչ ուզում ասեք, սարքենք ձկան կոտլետներ շատ համով արագ, քանի որ մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, այսօր այո մեզ, այսինքն ինձ եւ ձեզ, քանի որ դուք ինձ հետ եք այսօր, դուք նկատեցիք, ահա, հիմա այստեղ ես մի քիչ կավելացնեմ այս պրիպրավա դլա պիլմենի հին իմ մշտական դիտորդները գիտեն ինչ է դա, համեմունքա պիլմենի համար, բայց ինձ շատ է դուր գալիս սրա համն ու հոտը, ես ամեն մսերենի մեջ, ինչը որ մսից է, ավելացնում եմ, սուր արամատ ունի, սիրում եմ, սև պղպեղ, ժողովուրդ, աղ, շատ չեմ անում, որտև ես համեմունքն էլ ունի, բայց քիչ էլ չենք անում, որտև ձուկը բավականին է, թարխուն չորացրած, թարմը չունենք, լավ ավելացնում ենք, չենք խնայում, նույնիսկ կարելի ասել ամբողջն եմ հիմա ավելացնելու, սենց մի հատ լավ տրորում եմ, որ համը իրա տա և ուղարկում եմ այստեղ, նույնպես կոտրում եմ մեկ հատ ձուկ, ուխայ, գնաց, ահա, ու խառնում ենք, խառնելու ընթացքում կերևա պետք լինի սուխարիկ ավելացնեմ, սուխարիկ ասեմ գիտեք այս չոր բաները, եթե զգացի ջրիկություն ունի, բայց դե գիտեք ձուկը կպչունություն ունի, նենց որ միգուցե կարիքը չլինի, բայց քանի որ սոխն ու կանաչին մի քիչ ջրով եմ հարել, որովհետև թե չէր հարվի, ինձ թվում է, որ ամեն դեպքում, ուստի մեծ կտոր ձուկ է մնացել, բավականին մեծ կտոր է, լավ ոչինչ, կերպվի,
Կերպի կդառնա եփած ձուկ։ Ահա, բայց ինձ թվում է կարիքը կա։ Հիմա ես ձեռնոց կհագնեմ։ Մի քիչ էս սուխարիկից կավելացնեմ, որտեղ նայեք, ինչ ձև է։ Զգում եք։ Մի քիչ շատ է ջրիկ։ Ջրիկություն է անում, ջրիկություն։ Հիմա այստեղ ես կավելացնեմ։ Օ, բացած չունեինք։ Լավ, եկեք բացենք։ Որ ասում եմ մենք էլ ժամանակը չունեինք։ Այսինքն կավելացնեմ, բավականին շատ։ Կվերցնեմ ձեռնոցս։ Ահա, լիքը ձեռնոցում։ Իշ մեկ մի ժամանակ որ հագնում եք, բա ձեռնոց չեք արել, Սևինե ջան, բա ձեռնոց չմոռանաք առնեք։ Այդ պատոհանը բացեմ։ Սկվազնյակ արես բացեցի, բայց դե ոչինչ, շոկ է։ Ես էլ չեմ փոխվել, որտեղ իմաստ չուներ փոխվելու մեկ ժամվա համար։ Մինչև գալիս ես հասնում ես տուն, մի կտոր հաց ես ուտում, հա, հաց կերա։ Արդեն վերջ, մնում է քեզ մեկ ժամ։ Վերջարը դիձել գալիս։ Այս մեր ժամանակներում ամեն աղմուկ արդեն վախենալու է դառել, զգացել եք ժողովուրդ։ Ահա, գթալով կարելի է լցնել նույնիսկ։ Այդ մի քիչ է բերեք ավելացնեմ։ Լավ կլիներ, եթե սպիտակ հաց ունեք, սպիտակ հաց ավելացնեք, բայց քանի որ ես սպիտակ հաց չունեմ հիմա, ես կավելացնեմ սա։ Վերջ, հիմա շուշուտ, դուխովկա միացնում եմ։ Այս գունդ ձուկը իմ վրա ազդում է ժողովուրդ, եկեք հանեմ էլի։ Զգում եք, չէ՞։ Կեպվել կգնար, չէ, բայց չէ, ես չեմ կարա արդեն գլխիս մեջ մենակ այդ ձուկներ այդքան տեղը կանաչ գույնի դարձավ, մի վախեցեք, որովհետև կանաչին չենք կտրատել, այ ինչ ենք ասում, հարել ենք բլենդերով, դա նորմալ է։ Այսպես արագ-արագ եմ ամեն ինչ անում, որ հասցնեմ կարտոշկայել, մաքրեմ, խաշեմ պյուրեի համար, մեկ էլ եթե բախտս բերի սուտ չխմի։ Ավելացնեմ մի քիչ ձեթ, այսպես, որ դեռ ինքը ձուկը բան չի։ Ու հիմա վերցնում ենք մեծ գդալ, նորմալով պետք է ստացվի ժողովուրդ, ուրանք ես ասեմ, ջրի կա մի քիչ եղել ֆարշը, ձկան, ինձ թվում է, որ, չէ, կլինի, գիտեք, գթալի կարիք չկա, շատ իզուր, որ ես ասեցի գթալ, մի հատ էլ ձեռնոց ես մեր ձեռքիս հագնեմ, չեմ սիրում վրազելով գործանել, բայց որ ասում է տարբերակ չունենք, կեք սենց հանենք, ձեթոտենք մի քիչ, ու այսենց կարակ երկար անեք, կարակ ոնց ես եմ անում, տենց անեք, կարակ մի քիչ փոքր անեք, մի խոսքով արեք ոնց որ դուք եք ասում, եկեք մի քիչ երկարավուն անենք, լավ, կլինի քաբաբիկներ, էլ արագ կլինի, հիմա այս ձուկը դնենք եփվի, ու տեսնենք հաջորդ ինչ ենք անում, ահա այսենց է լինում, ինձ թվում է, որ չի պահի ֆորման, որտեղ մի քիչ ջրի կոտեր, բայց չէ, լավ էլ պահեց, դե ձուկը կպչուն ամեն դեպքում գիտեք, սա մերոնք կգան, չեն իմանում ինչ եմ սարքել, նայելու են ասեն ես աղջիկը ես ինչ է սարքել, ես ինչ է վաբշե, միսա միս չի, գույնը կանաչա, չնայած եղել է, որ տավարի մսով կոտլետն էլ, որ կանաչին սես լավ բլենդերով հարել եմ, կանաչա ստացվել, մոտավորապես կհասկանան ինչ է կատարվում այստեղ, բայց քանի որ սա միշտ չի, ուտելուց մնում է հասկանան, չնայած թարխունի համից կհասկանան, որ էդի ձուկա, չեն հասկանան, կարևորը սովաց չեն մնա, ճիշտ չէ, կարևորը կուշտ լինեն, հիմա ինչ կապ ունի, ձուկա, մուկա, չէ, մուկ չենք ուզում, շորտ մի անգամ շատ տարիներ առաջ ուրիշ տան մեջ էինք ապրում, այստեղ չէինք ապրում, երկրորդ հարկում էինք ապրում,
ուրեմն բալկոնից տեսա, որ կեսուր մայրիկս տուն ա գալիս ու գնացի, դուրը բացեցի, հետո նենց ստացվեց, ոնց որ դուրը բաց թողեցի, բայց ես եկա զալ ու ինչև իրան ներս մտնելը, իրանից առաջ մուկն էր ներս մտել, ջուրիկ, իսկան, որ ներս մտավ, դեպի զալ եկավ, ես գացի ինչ-որ մի հատ մի բաց անցավ, բայց ինք ենքան պստիկ էր ժողովուրդ, որ ինձ թված, հավատում եք, թե չէ չգիտեմ, որ ինձ թված, որ դա բանա, ճանջա կամ չգիտեմ, ինչ-որ մի մեծ թրջուն ա, որովհետև, ինչ են ասում, ամառ էր, տաք էր, ինձ թված, որ երևի թե էլի, տենց ինչ-որ մի կենթանի ա, մի չատ ա, կենթանի չէ, ձերքերս արդեն կպնում ա, եկեք մի հատ թրջեմ, որովհետև ձեթը վրի անցավ, էֆեկտը։ Ու տենց ուշադրություն չդարձրեցի, հետո պարզվեց մուկի կա, եկել է ու ուղիղ գնացել է խոհանոց, որտեղ զալի կողքի հենց դուրը խոհանոցի դուրն էր։ Մի խոսքով, դե ոչ ես, ոչ Արմենը, մենք այդքան սիրտ չունենք, որ մուկիկին սպանենք, մի խոսքով, ինչ ասես չարեցինք, էլ ոնց ասես այդ մեբելը այսկոմ ենկոմ չարեցինք, որ այդ ձակուկը դուրս գա, դուրը բաց էինք թողել, ասինք ոնց եկել է, թոտանցել էթա, չսպանենք խիշմականը, չասեք ես մարդիկ տավորնակ են, այո, մենք կենթանասեր ենք, անկախ նրանից ինչ կենթանի է, գերադասում ենք չսպանենք, ժողորդ եսի պատրաստա։ Մի խոսքով, բայց չկարացանք, ոնց արեցինք դուրս չերելա, բախից մտել են շկապի մեջ, ստիպված Արմենը գնաց ինչ-որ կեր առավ, հատուկ լցրեց, մուկիկը վախճանվեց, մեր մուկիկը, մինչև հիմա հիշում ենք, դա միակ մուկիկը չի մեր կյանքի, մի հատ էլ մուկիկ ունենք հյուրանոցում, երբ որ ապրում էինք նոր էինք եկել այդ ժամանակ, եկեք սենց արագ-արագ սաղանեմ, որտեղ ժամանակ չունեմ, ես կաստուր մեր Կորդովիլը այս ճազվանա, ասվա, սուրճ չես ուզում, էպեսերին է խմես, եկել ես իբրև թե հաց ուտես հանգստանաս, ինչ է ուզում ասեի, հա, հյուրանոցում էինք ապրում, նոր էինք եկել, պետությունը մեզ հյուրանոց էր տրամադրել, և այդ հյուրանոցի համարում ապրում էր փոքրիկ մուկիկ, կարտոֆիլ նախորոք չեմ լվանում, նախը տեն շատ սեխոտ չի, երկրորդն էլ հետո լվանում եմ, նոր կտրատում եմ, մի խոսքով, այդի նախորոք ասեմ, որ չասե կարտոֆիլը չլվացիր։ Ինչ է ուզում ասեի, այդ մուկիկը ապրում էր մեր սենյակում, հերիք չի մեր կրավաթի մեջ, բա, նենց որ, նենց բաներ ենք տեսել, գիշերները խրտ, հետո նենց ստացվեց Արմենին ասեցի, իչի հյուրանոցի այդ մենեջերին ասա, ու իրանք որոշեցին, որ այդ մահճակալը պետքա փոխեն, որովհետև մուկիկը կերել ա մի քիչ մեջից ու մտել ա մեջը, մատրաս, սա խառը, չգիտեմ ինչ։ Մի խոսքով եկան ու փոխեցին, նորը դրեցին, ամեն ինչը նոր տեղադրեցին, սա սենյակը դատարկեցին, ամբողջովին կահույքը փոխեցին մեզ համար։ Ու իրոք անկեղծ եմ ասում։ Ու այդ մուկիկը իհարկե մատրասի հետ դուրս էր հելել, բայց այդ մուկիկը նորից հետ էր վերադարձել։ Ու ամեն անգամ երբ որ մենք դուռը բացում ենք, որ տեղ գնայինք, այդ մուկիկը մեր դրան դեմից փախնում էր։ Գալիս էր նստում էր դրան դեմը ժողովուրդ։ Հետո չգիտեմ ինչ եղավ, բայց ներս չթողեցինք, ու այդքան էլ գիշ չենք, որ մուկիկին ներս թողենք։ Պատկերացնում եք ասեին, մուկով արի ներս, շարունակի ինքիսդ թողած գործդ։ Այս էլ մեր մկների պատմությունը, բա այդտենց բաներ էլ ա եղել մեր կյանքում, մեր, սեն ժողորդ հիմա այս կարտոշկեն ես շուշուտ մաքրում եմ, ձուկը ուղարկեցի դուխովկա, դրեցի 220 աստիճան, բայց երևի կմիացնեմ 250 աստիճան, որտեղ ինձ մնաց ընդամենը կես ժամ, կդնեմ 250 աստիճան, մինչև կարտոֆիլը կեփվի մի հատ արագ սուրճ կեփեմ, ու նորից գործի, մինչև խորձերություն, մինչև 8-ից կես, այսօր ինես ինձ ինստագրամով բաներ ուղարկեմ, չգիտեմ, ինձ թվում է չեմ կարողանա այստեղ տեղադրեմ, եթե ստացվեց տեղադրել, կտեղադրեմ,
բա Ինեսնես մծիծաղալու է, ասի, քո պարագայում միգուց է Ինեսա ջան, իմ պարագայում դա լացելու է։ Հուսով եմ կստացվի կտեղադրեմ։ Եթե չէ, լինքը կթողեմ հոլովակի ներքևի հատվածում, մտեք նայեք, ոչինչ։ Իսկ թվում է, որ հիմնական բոլորդ էլ Instagram ունեք։ Ահա, վերջ։ Սա ամբողջը աղբն է գնում, սա լվանալու է գնում ու կհանդիպենք ժողովուրդ։ Ժողովուրդ, սուրճս եփեցի, տիրամիսուն դրեցի, նայեք, վրի այդ թաղանթը չեմ հանել, որովհետև ամբողջը չեմ ուտելու, մեծն է։ Ինչ եմ ուզում ասեի, ժողովուրդ, տիրամիսուն արտակարգ է ստացվել, հատկապես հաջորդ օրը էլ ավելի համով է։ Ալյոնան ուղղակի սիրահարվել է այս տիրամիսուի վրա, իսկ Ալյոնան այն մյուս տիրամիսուն շատ է սիրում, գիտեք, փայտիկներով սավայարդի։ Վախուն էի, ասում էի կարող ասի չէ մամա, դու միշտ նրանից արքի էնի համով է, բայց չէ։ Ասում եմ մամա, քո այս տիրամիսուն գժվելու բան է։ Ֆրանսերենից թարգմանված հայերեն։ Ժողովուրդ, մեզ մնաց 20 րոպե ժամանակ, հուսով եմ այդ արանքում կոտլետը կհասցնի կարմրի։ Կարտոֆիլը գրեթե եփած է, կարտոֆիլի մասին չեմ մտածում, սովորական սպիտակ պյուրե կսարքեմ, որովհետև ժամանակ չկա, հիմա մի հատ է սոխ մաքրեմ, կտրատեմ, սոխարածանեմ, էդ էլ որ անեի, սուրճ չէի խմի, բայց որ ասում եմ մի քիչ էլ մեր մասին մտածենք, մենք էլ ենք, չէ՞ մարդ։ Համել այդ հոտերը սաղ ընկնելու է վրես ու ես չեմ սիրում, հետո ոնց որ ճաշի հոտ կա վրից, երբ որ տնից դուրս ես գալիս, չնայած արդեն ձկան հոտ է այդտեղ կողքից խփում, որ սկսել է եփել, բայց անուշ հոտ է։ Այդպես։ Հիմա մի փոքրիկ էս տիրամիսուից ուտենք, շոտ համով է եղել, իրոք շատ հավեսին ա եղել, ունես լավ ձիգպինգ մնում է այդ իր ֆորման լավ պահում է, մեծ աչքով ձեզ էլ կհյուրասիրեի, բայց չեմ կարող։ Ներող եղեք։ Շոտ համով է։ Կարտոֆիլը 31 վայրկյան է թուլացնեմ տակը։ Դրեցի 5-ի վրա, որ դրեցի սկզբից ամենաբարձրի վրա, որ արագ եռա ու հիմա իջացրեցի 5-ի վրա, թող եռա, աղ կանեմ, կարելի է չնես, մի քիչ չորացրած ռեհան ունեմ, ռեհան կփշրեմ, մի քիչ կարմիր բիբար կանեմ, մի քիչ սև բիբար կանեմ, մի քիչ ծխտորի փոշի կանեմ, սոխարածը չեմ կանի, ու նույն համով պյուրեն անելու էլի։ Գիտեք չէ, ես ընդհանրապես քաղցր չեմ ուտում, բայց բաներ կա, որ չես կարում չուտես։ Մի փոքր կարելի է, շատ չեմ ուտում, նայեք, տեսեք, շատ քիչ եմ ուտելու։ Մոռացա ձեզ ասեի, դուք էլ կոֆե դրեք, դրել եք կոֆե, չեք դրել, ինձ թվում է կհասցնեք դնեք, որտեղ մինչև ես խմեմ, ինձ թվում է արագ դուք էլ կտնեք, կեփեք։ Վերջ, այսքանով ես սահմանափակվում եմ։ Համարը չեմ կերել, նայեք։ Մնացածը հաջորդ դասին։ Մնացածն էլ վաղը։ Այդ հավես մի հատ տնեմ դե։ Ուй, դուխովկան վառեց ինձ։ Ցեպուտ որ տաքանում է, բանա չի անում։ Մաշկդ վառում է։ Այդ իմ դուխովկան, չգիտեմ ինչի, քամին, որ մեջի պտտացնում է, ոնց են ասում, կալկա, հա, բերում ես այդ գցում է այդ ուտելիքի վրա, այս կողմից ասեցի հացալեմ, հա բացվա, մենա ճղեցի, որ չծածկի կոտլետիկները, անից է մեծ է մար է, անխիղճ, կարայի մի քիչ փոքրիկ չէ անեի, բայց ամեն մեկը մի հատ կուտիկը քաշվի են կողմ, չնայած Նանիկը չի ուտում, Նանիկը ընդհանրապես ձկան հետ սեր չունի, կարող է հազվադեպ ձկան խորովածից մի բուջուր կտոր ուտի, թե չէ սեր չունի, հիմնականում ձուկը մենք մնացած բոլորս ուտում ենք, բայց Նանիկը չէ, Էլենը շատ է սիրում ձուկ, Սամոն շատ է սիրում ձուկ, Ալոնան էլ է սիրում շատ ձուկ, Ալոնան փոքր ողտիշքոն էր սիրում ձուկ, ժողովուրդ, որ գնում ենք Արմենի քեռիի տուն, Արմենի քեռին էլ չկա ցավոք սրտի, ինքը Ալոնային էր շատ սիրում, Ալոնան իրան էր շատ սիրում ու հենց իմանում էր, որ մենք պետք է գնանք հատկապես
ձուկեր էփել տալիս կամ ինքն էր էփում անձամբ իր ձեռքով, որտեղ Ալոնը ձուկ շատ էր սիրում։ Մի անգամ հարցրել էր, ասել էր Ալոնա ամենալավը ով է, որտեղ թաթա երկն է դուրս եկել, ամենալավը դու ես։ Ալոնան ասեց Արսիկը, Արսենին Արսիկ էր ասում, Արսիկ ասում է։ Մեկ էլ երբ որ շատ փոքր էր, դե մենք որ եկանք Ալոնան մի տարեկանի ամսական էր, չեմ հիշում ինչ էր անում, вообще մեր երեխեքը շատ խելոք են եղել, չար երեխեք չեն։ Ալոնան չեմ հիշում ինչ արեց, Արսեն քերին վրան ջղայնացավ, ասեց չի կարելի Ալոնա։ Ալոնան ազդվեց, sense մռութները կախեց ու չէր խոսում Արսեն քերին։ Այնքան չխոսած, մինչև Արսեն քերին ասեց արի բեր ոտերդ պաչեմ, թե ոտդ պաչեմ, բարի շեք։ Պստիկ հալով գնաց ոտս ես դեմ տվեց, քերին պաչեց, նոր իրանք բարիշեցին։ Բայց մեր Ալոնան, ասում եք Ալոնային եք ուզում տեսնենք, Ալոնան չի ուզում որ դուք իրան տեսնեք, ոչ Ալոնան, ոչ էլ Նանիկը։ Երկուսն էլ դեմ են, որ իրանք լինեն տեսախցիկի առջևում, նենց որ ներող եղեք, ինչ կա էտա։ Եվ որ մարդը չի սիրում ինչ-որ մի բան, չպետք է ստիպենք, եթե չեն սիրում, չեն ուզում, նենց չի, որ այս տվյալ օրինակի համար հիմա չեն ուզում նկարվեն YouTube-ի համար, հա, իրանք ընդհանրապես իրանց սոցցանցեր Ալոնան չունի, Instagram-աբանը Ալոնան չունի, իսկ Նանիկն էլ Instagram ունի, բայց փակա մենակ իր ընկերների համար, հա, դրա համար ոնց որ իրանք տենց ակտիվ չեն, հա, դրա համար էլ նորմալ է որ չեն ուզում։ Այսպես ժողովուրդ, էլ ինչ էի ուզում ձեզ հետ խոսել։ Չէ, երևի թե էլ տենց բան չկա, որ ճիշտն ասեմ ասելու։ Գիտեք ինչ, երբ որ կոմենտարիաներին եմ պատասխանում, այդ պահին բան ա լինում մտքիս մեջ, ասում եմ, հա, հետո կպատասխանեմ, էսի կասեմ, էնի կասեմ։ Հետո լրիվ մտքիցս գնում ա, թե ինչ էի ասում, որ կասեմ։ Մենակ մի բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ, որ տեսնում եք, որ հիմնականում եթե սրտիկներ եմ դնում, իմացեք, որ կարդում եմ, շատ եմ ձեզ սիրում, բայց ժամանակի առումով, որպեսի անպատասխան չմնա կոմենտարյան, եթե իհարկե հարց չի, հարցին իհարկե անդրադառնում եմ, եթե հարց չի կոմենտարիա վերաբերյալ մեր վլոգին, մեր ընտանիքին, միշտ սրտիկներ եմ դնում, որովհետև այլ կերպ չեմ կարողանում, քանի որ բացատրեմ։ Ինձ համար հայերեն գրելը մի քիչ դժվար է, այդ պահը տառը անդեղան, օրինակ ֆրանսերեն տառերի տեղերը անգիր գիտեմ, ռուսերենն էլ անգիր գիտեմ, բայց հայերենով, քանի որ սկսել եմ գրել, ինչ բացել եմ YouTube-ը, դժվարանում եմ դեռ, նախ գրելուց պետք է ասես գլուխս կոտրեմ, հասկանամ բառը ճիշտ եմ գրել թե չէ, հետո տառան դիսկ բերեմ ընդեղ, մի խոսքով մի մեծ պատմություն է, դրա համար որ տեսնում եմ կոմենտարիաները շատ են, իսկ ես ուզում եմ բոլորիդ անպայման արձագանքեմ, պատասխանեմ, որ դուք տեսնեք, որ ուղղակի չեք գրում, այ ես հաստատ տեսնում եմ ու կարդում եմ մեկ առ մեկ, նույնիսկ աշխատանքի տեղը։ Հեռախոսը դեմս դրած է, հենց տեսնում եմ կոմենտարիա գալի, էկրանին ցույց է տալիս, չեմ համբերում։ Սենց խփում եմ, մի հատ նայում եմ, ու նորից աշխատում եմ, ունենց որ բոլոր կոմենտարիաները կարդում եմ։ Մեկ էլ մի բան էի ուզում ասել, ժողովուրդ, որ կոմենտարիայի տակ եք գրում կոմենտարիա, այսինքն ինչ-որ մեկը գրած է լինում, դուք իրա գրածի տակ եք գրում, ոչ թե առանձին եք գրում, այ ոնց որ իրա կոմենտարիային զուլվում եք, այդ դեպքում շատ վաղ չեմ տեսնում, եթե չմտնեմ այդ կոմենտարիայի, մյուս կոմենտարիան նայեմ, արագ օրինակ պետք է անեմ, չեմ տեսնում, դրա համար խնդրանք, եթե ինձ եք գրում, այ ոչ թե օրինակ կոմենտարիա գրողին եք գրում կամ հարց տալիս կամ պատասխանում, անպայման առանձին գրեք, որպեսզի ձեր կոմենտարիան չգնա կորի, լավ, որովհետև նկատում եմ, որ շատ կոմենտարիաներ կա, որ ցավոք սրտի չեմ նկատել, որովհետև մյուսինի տակն է գրած եղել։ Ահա, էդ էլ հիշա։ Մի հատ կոտլետը նայեմ, ժողովուրդ, ու ժամը նայեմ։ Ախ, էդ ինչ արագ է ժամն էթում, երբ որ տունն ես։ Մի հատ ասեք, էլի ձեր մոտ էլ է տենց։ Ահա, ժողովուրդ, համերա պատրաստ է։ Հա, Մարիա, կոտետը շուր տվեցի տակի մասը լավ կարմրել է, չնայած պետք է հավասարաչափ կարմրի, իբրև թե վենտիլատորի վրա է դրած, բայց տակը կարմրել է, այրեսը թույլ կարմիր էր։ Շրջեցի, կարտոշկային աղարեցի, մի 13 րոպե ունենք, հեսա սուրճս արագ խմեմ։ Ուզում եմ ձեզ կոտետները ցույց տամ, նոր հետո բազեմ գործի։
Դե գնալս իհարկե ցույց չեմ տա նորից նույն ճանապարհով եմ գնալու։ Իմաստունի ցույց տամ։ Միգուցե հետ վերադարձես խոսակ մի երկու բառ իրար հետ ու այդքանով վլոգս կավարտեմ այսօրվա։ Այսօր էլ այդպիսի վլոգ է ստացվել։ Ոնց որ իմ գոլեգան ասում, Ինեսան, կլիենտ ժդյոտ։ Ասում է, հաճախորդը սպասում է։ Ասում է, որ մի օր վլոգ չեմ գցում, ինքը նայում է ու իր ծնողներն են նայում։ Որ մի օր վլոգ չեմ գցում, տրիվոգա է դնում, ասում է, մենք սպասում ենք, ասում է, սերիայի հաջորդ սերիան։ Նոր գրել են մի քիչ առաջ, ասում է, կլիենտ ժդյոտ, ինչ է վլոգը տուրակոր է։ Կլիենտ ժդյոտ, բայց այս մարդը չի հասցնում ամեն ինչ, բայց չասեցի ինչ եմ, քո համար սուրպրիզ կլինի Ինես ջան։ Բա, դե գիտես սերին էին։ Ոյ, 2 ժամվա ընթացքում ես մի վարքան կարելի ասել չեմ հանգստացել, բերանս չի փակվել մի վարքան, անդադ խոսացել եմ, հեսա կգնամ գործի տեղն էլ լիքը կխոսամ, չաշված հուսով եմ, որ կգտնեմ խնդիրը տիկետների այդ կտրոնների մեջ ու երբ որ հարցը խնդիրը լուծում կստանա, արդեն ավելի հանգիստ կլինեմ, մի խոսքով այդ դեպքում արդեն ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե չէ, արդեն դեմքից զգացում եմ, որ ես ջղային դեմք եմ ընդունում, սաղ արդեն վախենում են, ասում են, ինչ է եղել, հո ես բան չեմ ասել։ Մի անգամ սխալվում են իրար, որ ես ընդհանրապես ջղային չեմ, բայց որ մի բան արդեն այն չի, որ պետք է ջղային լինել, դեմքից սա երևում, որտեղ չեմ սիրում ինչ-որ անշնորհձելի մոտիկանամ ու ամեն մեկը իր վրա է վերցնում ու սկսում է հերթով սկսում են ու ես ասում եմ սխալ բան չեմ չէ դու չես պրոբլեմ չկա հիմա մի քանիսը պրոբլեմ չկա բայց մի հոգի ջղայնացել չնայած դուրս գալուց առաջ վրան Ոտ անպատասխանատու են, մեծ են, փոքր չեն, 35, 40 տարեկան ասենք փոքր 17-18 տարեկան անի ինչ որտեղ կհասկանաս, բայց մեծ մարդ ես դու չունես պատասխանատվություն, այդ նույն կտրոնները, նույն գումարն է, նույն փողն է, նույն թղթադրամն է, տենց ասեմ, ուղղակի կտրոնի տեսքով, ստեղ ապրողը գիտիկե ռեստորանն է, որ տալիս են աշխատողներին ոնց որ պերելիվի փող, բայց դա պերելիվի, ոնց որ բայց դա փող չի, այ կտրոնն է, որով կարան առևտուր անեն, դա նույն փողն է, որը մտնում է խանութ, ու պատկերացնում եք, պակասում է Այսօր պակասում ես պետք է հասկանամ ումից է պակասում, զուտ ժամանակի պատճառով չկարողացա բոլորին ստուգեմ, կեսին ստուգեցի, հասկացա ում վրա է պետք ֆիքսվել ու արդեն ժամներ դուրս գալու, ասի լավ ես գնացի, որտեղ տեղից 2 ժամ ունեմ իբրև թե հանգստանալու, մի հատ էլ ընդե որ մնայի էլ չէի հասցնի, ոչինչ անեի, եթե վլոգ չնկարեի ձեզ համար, հաստատ կմնայի մինչև վերջ կգտնեի, նոր կգայի, բայց ասեցի լավ հետ կդառնամ, հետո կնայեմ Սրանք արագ դնեմ սառնարան, էսի չէ, էսի սառնարան չէ, դու տիրամիսու դնեմ սառնարան ու վերադառնամ ձեզ։ Ժողովուրդ, իմ կոտլետները պատրաստ են, սենց մոտիկից ցույց տամ, որ տեսնեք, իրանք շատ լավն են իրականում, փափուկ են, բայց տաք են, ուխ, անուշ հոտ ունի, բայց ես հիմա էլ չեմ կարա ուտեմ, համ էլ տեղ չունեմ Всё, կարտոշկան տրորել եմ, կարակը դրեցի, որ մի հատ էլ կարակը արագ-արագ հալվի, ուй, ես իմ տրորիչը սկսել է ինձ դավաճանել, բայց լավն է չեմ փոխում, որպեսի ժամանակը սվանանեմ արանքում, սենց սաղրեհան միհան, կարմիր բիբար, սեր բիբար, սխտորի փոշի, մի խոսքով սա խառնեցի իրար, սա էլ է պատրաստ, վերջ, ու ինձ մնաց 2 րոպե ժամանակ մալադեց տեսեք ամեն ինչ հասցրեցի ամեն ինչ չհասցրեցի կարայի մի հատ թեթև սալատ սարքեի արել բայց ժամանակս չէր իքետ ժողովուրդ ես հոմ լոբոտը չեմ չէ վերջ ինչ պակաս սոխարացող պյուրեը Всё, սա պատրաստ է, սա հիմա ֆոլգայով փակում եմ Փակենք, որ համ ինքը ավելի սենց ջրալի սոչնի դառնա Համ հնարավորինս տաք մնա որ գան հլը տաքոտ լինի ուտեն, որտեղ Արմենը գալիս է ստովակ գալիս Սա
որ գաս ես էլ ուշ եմ գալի, այնպես որ իրանք կուտեն մինչև իմ տուն գալը, եկեք այսինք թողեմ հենց ստեղ, ամաններս ցույց եմ տալի խայտարակ վիճակը։ Գիտեք ինչա խայտարակ վիճակ, որտեղ ամանների մեքենայի մեջի ափսեները մաքուր են, ու ես էլ ժամանակ չունեմ աման դատարկելու, այդպես գեղեցկությունը նայեք, հոպ, բա ամոթ չի, բա դու կին ես, սենց հիմա թողելու ես տնից դուրս գաս, չես ամաչում, սերին է, չեմ ամաչում, բապշե չեմ ամաչում, հակառակը հպարտանում եմ, որ ես այդ քանը հասցրեցի արեցի, բա, ով ատես է, կինը, քանի ժամ, 10 ժամ աշխատի, արանքում էր հլը բատուն հաց սարքի, եկեք ձեզ տնեմ ձեզ, հաց սարքի մի հատ էլ հլը ամաչի, որ ափսեները լրիվ չի հասցրել, Լևանա դասավորի, բա դու հարց ես, ուր ակր կիսուրը, Всё, այսպես կոստումսս վերցնեմ, Всё, ես ստեղ եմ, կոստյումչիկս վերցնեմ ու վազեմ, հելի մետուկ են այլանդակին ընդետ նայեք ոնց է քնում էր սենյակը, տենում եք, ով աշխատի, ով կյանքը վայելի, այդ ենց է, պատուանը փակել եմ, դուխովկան անջատել եմ, ոնց որ թե անջատել եմ, անջատել եմ, բալկոնի դուրը բացա, որ պիսիկները դուրս հելնեն, բանալին վերցնենք, ստեղ ալենան ռոմանտիկա է սարքել, փչեք, որտեղ ոչ մեկ տունը չի, մումերնը պաժավ չկցի, մեկ տունը, սիրում է, ինչու տախացել է, գալիս այս մոներով առում է, փչում ես տնից եկեղեցու մոտագարի, եկեք հակնեմ, չեմ սիրում ձերքս պահել, չէ, ձկան հոտ չի գալի, վսյո, տնային տնտեսուհին հիմա վերածվում է չար մենեջերի, գնում է դրրրր անելու բոլորին, չէ, ոչ մեկ էլ դրր չեմ անում, հույս անջատեցինք, դուրը պակում ենք ու վազում ենք, վերցրեմ ես, մնացած հատվածը աշխատանքից դուրս գալուց հետո կպատմեմ ինչպես ավարտվեց վայ լինելը խանութում։ Թե ինչ ժողովուրդ, իմ օրը ավարտվեց, հիմա գնում եմ տուն, հիշում եք այս ճանապարհը ցերեկով որ անցանք, ինչքան սիրուն էր, հիմա գես չի, в принципе, հաճելի դուրս է, մարդը շատ չի, տոքո, հավես է, իրոք հավես է, Սամոն եկավ մի քանի առևտուր արեցի, տվեցի գնաց տուն, հետո հիշեցի, որ էլի մի քանի բան պետք էլի առևտուր արեցի, էդի այն մարդկանց համար ովքեր միշտ ասում են, որ մեր խանութից առևտուր չեմ անում եմ ուղղակի չի ստացվում նկարեմ, որտեղ աշխատանքի ժամին եմ, որ ճիշտն ասած անում, արանքում ես իմ առևտուրը անում եմ, դրա համար ոնց որ ժամանակ չի լինում, որ նկարեմ, այդպես ասեմ, դե ինչ ժողովուրդ, հուսով եմ վլոգս հետաքրքիր ստացվեց, չգիտեմ ոնց է եղել, հուսով եմ հետաքրքիր է եղել, չեմ ձանձրացրել ձեզ իմ առօրյայով, այսինքն առավոտից մինչև երեկո միասին, կարելի այդպես ասել, իհարկե ընդմիջումներով, շնորհակալություն, որ դիտում եք, ու ինչպես միշտ ուղարկում եմ ձեզ փոչիկ, ես արդեն հասա մեր շենքի մոտ, գնամ արագ հացիկ ուտեմ, ու ինձ են ասում բայ կանեմ, որ վաղը նորից աշխատանքի, ստեստ